Ես կարծում եմ, որ սա ամենահավանական տարբերակը նա է, որ սա ռուսերեն ասած ռազվեդկա բոյեմ տարբերակն էր կամ հայերեն հետախուզական մարդ։ Մի հատ հələ հասկանալ թե ինչ քայլեր է կարողանում անել կաթողիկոսությունը, ինչ ուժերով կարող է պաշտպանվել, ինչպիսի մարդիկ են գնում, արդյոք բացառապես քաղաքական ուժերի կողմից, քաղաքական ուժերի հետ որոշակի կապ ունեցող մարդիկ են գնում, որոնք կարող է կազմակերպված ձևով գնալ, եթե գնում են թե ով ինչքան է կարողանում իր հետևից մարդ բերել, ինչքան են, այսպես ասած, սովորական քաղաքացիները, այն մարդիկ, ովքեր որ որևէ կապ չունեն որևէ քաղաքական ուժի հետ։ Ես ավելի շատ տեսնում եմ այս բոլոր հարցերը եւ նաեւ տեղում այսպես եթե այդպես կարելի ասել զորավարժության պես մի բան ոստիկանների կողմից եւ նաեւ այսինքն ոստիկանների որոնք այնպես էլ քաղաքացիական ոստիկանների, մյուս իրավապահների,